Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1345-րդ օրն է, մինչ Թրամփը Հարավային Կորեայում փորձում է ազդել համաշխարհային զարգացումների միտումների վրա, Պուտինը ցանկանում է նորից դառնալ էլեկտրիկների առաջնորդը եւ կրկին կոնվուլսիաների մեջ ամեն կերպ փորձում էր վնասել Ուկրաինային։ Երևի իր համոզմամբ դա ուժի ցուցադրություն է, սակայն համաձայն եք, երբ ռուս զինվորները այրվում եւ ոչնչացվում են ռազմաճակատում, ինչպես ամեն օր տեսնում եք մեր Telegram ալիքում, դժվար է ուժեղ երևալ Պուտինին հարվածելով տրանսֆորմատորներին, մանավանդ այն պարագայում, երբ ուկրաինական կողմը հանգիստ ցույց է տալիս Կրեմլի ռեժիմին, որ այդ խաղը կարելի է խաղալ երկուսով եւ ռուսական տրանսֆորմատորներն էլ վատ չեն այրվում։ Տեղեկացնեմ ձեզ, որ գիշերը ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է ավելի քան 620 հրթիռ եւ դրոն։ Հոկտեմբերի 30-ին, հինգշաբթի լույս գիշերը, ռուս ագրեսորները Ուկրաինայի վրա արձակել են 52 հրթիռ, դրանցից 9 բալիստիկ եւ 653 տարբեր տեսակի դրոններ։ Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի տվյալներով հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները խոցել կամ ճնշել են թշնամու թիրախների բացարձակ մեծամասնությունը։ Ընդհանուր առմամբ ռադիոտեխնիկական զորքերը հայտնաբերել եւ թիրախավորել են ռուսական 705 օդային հարձակման միջոց, դրանցից 653-ը շահեդ տեսակի եւ դրանց նման դրոններ, 4 օդաբալիստիկ Խա-47M2 կինժալ հրթիռ, 5 բալիստիկ Իսկանդեր MKN-23 հրթիռ, 8 կալիբր թևավոր հրթիռ, 2 Իսկանդեր K թևավոր հրթիռ, 30 Խ-101 թևավոր հրթիռ, 2 կառավարվող ավիահրթիռ Խ-5969 եւ 1 կառավարվող ավիահրթիռ Խ-31P։ Օդային հարձակումը հետ են մղել ուկրաինական ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ դրոնների համակարգերի ստորաբաժանումները, ինչպես նաեւ շարժական կրակային խմբերը։ Նախնական տվյալներով ժամը 11:30-ի դրությամբ հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել էր 623 ռուսական օդային թիրախ, դրանցից 592-ը դրոններ էին, 7 կալիբր թևավոր հրթիռ, 1 Իսկանդեր K թևավոր հրթիռ, 21 Խ-101 թևավոր հրթիռ, 2 Խ-5969 կառավարվող հրթիռ, գրանցվել են 16 հրթիռի եւ 63 հարվածային դրոնի ուղիղ խոցումներ 20 տեղանքում, ինչպես նաեւ խոցված թիրախների բեկորների անկում 19 վայրում Ուկրաինայի տարբեր մարզերում, բացի այդ տեղական մակարդակով խզվել եւ կորցվել է եւս 3 ռուսական հրթիռ։ Հիշեցնենք, որ այսօր ռուս զավթիչները իրականացրել են այս ամսվա ընթացքում արդեն 3-րդ զանգվածային հարձակումը Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Ռուսական հարձակման հետևանքով երկրում գործել էին արտակարգ հոսանքազարկումներ, որոնք շուտով չեղարկվել են։ Նմանատիպ հարձակումների ժամանակ վերջերս սկսվել է կիրառվել այս միջոցը։ Էներգետիկները ասում են, որ սա անվտանգության նկատառումներից ելնելով է։ Այսօր առավոտյան էլ Կիևում այդ հոսանքազարկումները տևել են մոտ 15-ից 20 րոպե։ Այս եթերի պատրաստման պահի դրությամբ հոսանքազարկված սպառողներ դեռ կային Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերում, սակայն ժամային անջատումները ամբողջ Ուկրաինայում մեկ չեղարկվել են, մնացած բոլորը լույս ունեն։ Էներգետիկները աշխատում են հնարավորինս արագ վերականգնել էլեկտրամատակարարումը բոլոր սպառողներին։ Զգում եք, չէ՞ որ Պուտինը այսպես է ապացուցում իր թշվառությունն ու մանիակությունը։ Մարդ, որ իրեն պատկերացնում է որպես պետության ղեկավար, որի բանակը իբր աշխարհում երկրորդն է, բայց չկարողանալով հաղթել ռազմաճակատում, փորձում է հարվածել էներգետիկ համակարգին։ Դժվար է, չէ՞, ուժեղ անվանել նման կերպարին։ Այն իրենց խոսքն է, չէ՞, ումանիետ շիտայ կալեկա։ Գուցե Պուտինը չգիտի, որ Եվրոպան հատուկ աջակցություն է տրամադրում Ուկրաինայի էներգետիկային, իսկ մեր էներգետիկները, ինչպես եւ մեր զինվորները քաջաբար դիմադրում են հարձակումների բոլոր հետևանքներին, ցանկացած եղանակային պայմաններին։ Ըս հոգեվարքի մեջ գտնվող Սուտի Ռեմբոյի պատճառով տասնյակ մարդիկ են վիրավորվել այսօր, այդ թվում 5 երեխա, ցավոք 2 մարդ մահացել է։ Իդեպ Պուտինը ամեն ինչ անում է ռազմաճակատում հաղթանակներ նկարելու, պատկերելու համար եւ նույնիսկ շտապեց 3 հայտարարել Պոկրովսկի եւ Կուպյանսկի գրավման եւ շրջապատման մասին, թե հիմա որն էր արել ինքն էլ չգիտեր։ Ուկրաինական կողմը իհարկե հերքեց, բայց պարզ է, որ Պուտինը հույս ուներ Թրամփի վրա ազդելու, միգուցե հույս ունենա նոր հանդիպման, չգիտեմ։ Իրավիճակը իսկապես
ծանր է թե Պոկրովսկում, թե Կուպյանսկում, քաղաքացիական հագուստով ռուսները ներթափանցել այդ քաղաքներ եւ մարտերը բավականին լարված են։ Առավոտյան մեր տղաներից կապվեցին հետս, իրոք շատ բարդ վիճակ է։ Սա իհարկե առաջին դեպքը չէ, երբ նման իրավիճակի առաջնագծում եւ մենք հույս ունենք, որ մեր զորքերը կկարողանան հաղթահարել նաեւ այս անգամ։ Դոնեցկի մարզի Պոկրովսկի հատվածում շարունակվում են հանդիպակաց մարտերը Ուկրաինայի զինված ուժերի եւ ռուս օկուպանտների միջև։ Ուկրաինական ուժերը հետ են մղել օկուպանտներին մի քանի բնակավայրերից, սակայն թշնամին առաջ է եկել դեպի Պոկրովսկ։ Այս մասին հայտնում են անկախ օսինտերները, քարտեզը ձեր էկրաններին է։ Ինչ մեր եթերի այլ թեմաներին անցնել է, խնդրում եմ մի քանի վայրկյան տրամադրեք մեր եթերը լայքելուն եւ եթե հնարավոր է կիսվեք, խնդրում եմ սոցիալական ցանցերում։ Միաժամանակ շատ շնորհակալ եմ ձեր ամենօրյա աջակցության համար։ Տեսնում եմ եւ ձեր եթերով կիսվելը եւ լայքերի քանակը շատանալը, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ հոսանքազրկելու Պուտինի փորձերը բերեցին իրավիճակի, որ ամբողջ գրավված Լուգանսկի մարզը հոսանքազրկվեց, դե բումերանգ է, չէ։ Իմջելոց հրգիզումների թիվը Ռոստովից մինչև Կամչատկա ավելացել է։ Պարտիզանները զանգվածաբար ոչնչացնում են կապի սարքավորումները Ռուսաստանում։ Ուկրաինական հետախուզության աշխատակիցները տեսանյութ են հրապարակել, որը մենք արդեն ցուցադրել ենք մեր Telegram ալիքում։ Վերջին ամիսներին Ռուսաստանում բջջային օպերատորների աշտարակների եւ կապի ենթակառուցվածքների օբյեկտների հրդեհները հաճախակի են դարձել։ Պարտիզանների նպատակն է ոչնչացնել կապի սարքավորումները ագրեսոր պետության եւ նրա ռազմարտունաբերական համալիրի տարածքում, ինչը կարող է անկայունացնել ներքին կապի համակարգերը եւ բարդացնել ուժային կառույցների աշխատանքը։ Կրեմլում աճում է դժգոհությունը Վալերի Գերասիմովի աշխատանքից, որի ղեկավարությամբ ռուսական բանակը մեծ կորուստներ է կրում։ Նույնիսկ որոշ ռուս քարոզիչներ այժմ ստիպված են ընդունել, որ գեներալի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ Ռուսաստանի ռազմական եւ բիզնես վերնախավի շրջանում աճում է դժգոհությունը Պուտինից, ով անիմաստ ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։ Այս թեմային շատ ենք անդրադառնում, սա սպասելի զարգացումներ են։ Կտեսնենք, թե որքանով շուտով իրավիճակը կվերածվի բացահայտ բախումների։ Միջելոց ամերիկացի սենատորները նախատեսում են լսումներ անցկացնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների առևանգման գործով։ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին սկսել միջուկային զենքի փորձարկումներ։ Ռազմական վերլուծաբանները հիշեցնում են, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը բազմակի անգամ գերազանցում է ռուսականը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքում Պուտինի պրոֆեսիոնալ բանակը գրեթե ոչնչացվել է։ Հազարավոր տանկեր եւ զրահապատ մեքենաներ են կորցվել։ Ռուսաստանը արդեն չունի բավարար տեխնիկա, նույնիսկ զինամթերք տեղափոխելու համար։ Ռազմաճակատում ավելի հաճախ են օգտագործում ձիեր եւ էշեր ռուսների կողմից։ Այս մասին տեղեկացնում է Արևմտյան ռազմական մամուլը։ Բելգիայի պաշտպանության նախարարը արձագանքելով ռուսական պրոպագանդայի սպառնալիքներին, միջուկային սպառնալիքներին, հայտարարեց, որ եթե Ռուսաստանը համարձակվի հարված հասցնել Բրյուսելին, ՆԱՏՕ-ն կջնջի Մոսկվան աշխարհի երեսից։ Արևմտյան եւ ամերիկյան էլիտաների նման ակտիվությունը վատ ազդանշան է Պուտինի ռեժիմի համար։ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդեն հանգեցրել է արևմուտքի երկրների ավելի մեծ ռազմականացմանը, ել չասեմ Ուկրաինայի առումով, որը ամեն օր հզորացնում է իր զինանոցը։ Իմիջիայլոց հոկտեմբերի 27-ից 29-ը Ֆիլիպիններում տեղի ունեցած դրոնների դեմ պայքարի գագաթնաժողովում մասնակցել էր եւ ուկրաինական պատվիրակությունը։ Մասնակիցների առանձնակի հետաքրքրությունը առաջացրել էր ուկրաինական պատվիրակության ներկայացրած նորարարական նախագիծը ծովային եւ օդային դրոնների համակարգերի ոլորտում։ Օրինակ ուկրաինացիները ցուցադրեցին ռեակտիվ անօդաչու կործանիչ FA-VM1 նախագծի մոդելը։ Սա պարզապես նորարարություն չէ, սա մեր աչքերի առաջ ռազմական կտրուկ առաջընթաց է։ Մոտորերս կհարցնեմ ավիացիոն փորձագետի կարծիքը այս թեմայի շուրջ նաև։ Մինչ Ուկրաինան զարգացնում է նոր տեխնոլոգիաներ, Ռուսաստանի ավիացիայի վիճակը վատթարանում է։ Այս անգամ անդրադառնանք քաղաքացիական ավիացիային։ Ռուսաստանի ավիացիոն ճգնաժամը խորանում է, Red Wings ավիաընկերության գրեթե բոլոր երկարատև թռիչքների ինքնաթիռները դուրս են եկել շարքից, սա արդեն կիրառված պատժամիջոցների հետևանքն է։ Միաժամանակ ուժ են հավաքում նոր պատժամիջոցները։ Ռուսաստանի նավթի հիմնական գնորդները սկսում են նավթ գնել այլ երկրներից։ Ռուսական նավթի ամենամեծ հնդկական գնորդը Reliance Industries-ը անցել է հում նավթի գնման մերձավոր արևելքի եւ ամերիկյան շուկաներից։ Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Լուկոյլի եւ Ռոսնեֆտի եւ նրանց դուստր ընկերությունների նկատմամբ, դե ճգնաժամից խոսքը գնաց, ասենք, որ Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը խորանում է, արդեն երկրի 68 սուբյեկտում վառելիքի պակաս է նկատվում, իսկ սա Ռուսաստանի
76%-ից ավելի տարածքն է, կամաց ճգնաժամը մոտենում է Մոսկվային, Մոսկվան օղակի մեջ է, կարելի է այդպես ասել։ Ներկայացնեմ ձեզ իրավիճակը ռազմաճակատում, ասեմ, որ ռազմաճակատում բավականին լարված է վիճակը։ Երեք ռուսական զորքերը կրկին կորցրեցին եւս 960 զինվոր եւ ոչնչացվեց թշնամու ավելի քան 500 միավոր տեխնիկա եւ զինամթեր։ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Պուտինի բանակում կորուստների թիվը արդեն կազմել է 1,140,860 զինծառայող։ Երեք ամենաշատ մարտական բախումները գրանցվել են Պոկրովսկի հատվածում, որտեղ Ուկրաինայի պաշտպանները կասացրել են թշնամու 55 հարձակում։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում առաջնագծի երկայնքով տեղի ունեցել 172 ռազմական բախում։ Վերջին 24 ժամվա ընթացքում Սևերոսլաբաժանսկի եւ Կուրսկի հատվածներում տեղի ունեցել 5 մարտական բախում։ Ինչքան հասկացա, Կուրսկի ուղղությունը նույնպես շատ հետաքրքիր է մեր լսարանին, ապա կաշխատեմ հաճախ այդ ուղղությունից լուրեր ձեզ հաղորդել։ Շատ չերկարացնեմ մեր այսօրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Ասեմ, որ օրերս անալիտիկա ալիքով ձեզ հետաքրքիր հարցազրույցներ են սպասում, շատ կարևոր նյութեր են պլանավորում։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը մեր այս ալիքով։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում։